ողջունեմ ուժեղ եզդի համայնքի ուժեղ ներկայացուցիչներին։ Շատ ուրախ եմ, որ դուք իմ հյուրն եք, շատ ուրախ կլինեմ, որ այս վերջին օրերին միասին ուժեղ պայքարենք, քանի որ մենք շատ մոտ ենք հաղթանակի, այսինքն շատ մոտ չենք։ Դուք կարող եք հաշվել, որ հաղթանակը մերն է, մենք շուտով կձևավորենք կառավարություն, մենք խնդիր ունենք ձեզ հետ միասին լուծելու։ Մենք պետք է կարողանանք մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին հասցնենք ընտրատեղամաս։ Եթե մենք կարողանում ենք դա անենք, մենք շատ հետաքրքիր հաղթանակ կունենանք։ Դրա համար ես կխնդրեի, որ դուք մի քիչ այս օրերին ավելի ակտիվ լինեք, ձեր համայնքի ժողովրդին էլ գլխավորը ասեք գնան ընտրության, նույնիսկ եթե մեզ էլ չեն ընտրում, գնան ընտրության։ Դա շատ կարևոր է, քանի որ սենց ասեմ, մենք ռեյտինգի խնդիր չունենք։ Մնում է մեր համախոհները հասնեն ընտրատեղամաս։ Դուք վստահ եղեք, մեր իշխանության գալուց հետո ձեր կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Դուք մեր ամենամեծ համայնքն եք Հայաստանում։ Ես չգիտեմ ինչքանով են այս իշխանությունները ձեր մասին մտածում, հեսա Մուրազը կասի, մի քիչ էլ ձեր հարցերին ես կպատասխանեմ, բայց վստահեցնում եմ, որ մեզ հետ ձեր կյանքը ավելի հետաքրքիր է լինելու, որովհետև ես գիտեմ դուք աշխատող, աշխատավոր ժողովուրդ եք, ձեզ պետք է հնարավորություն տալ լավ աշխատելու։ Հիմնականում դուք բնակեցված եք Արարատյան դաշտավայրում, չէ՞, ինչքան հասկանում եմ, որտեղ գյուղատնտեսությունն են զարգանում, մենք դրա համար շատ հետաքրքիր քայլեր ենք առաջարկել, ձևավորելով այդ մտերման կայանները, դուք հնարավորություն կունենաք հենց տարվա սկզբին ձեր գումարները հաշվեք, չտանջվեք բանկերի հետ վարկեր վերցնեք, հետո չկարողանաք սպասարկել վարկերը ու միշտ պրոբլեմների մեջ ընկնեք։ Դրա համար թե անասնապահությունը, թե ամբողջ գյուղատնտեսությունը զարգացնելու ենք, ստեղծելու ենք շատ աշխատատեղեր, որ ձեր երիտասարդները մտածեն միայն մեծացնեն համայնքը։ Եթե հայերն ու եզդիները չմեծացրեցին Հայաստանը ու ժողովրդի քանակը, դա անելու են ադրբեջանցիք։ Իսկ քանի որ մենք պատմականորեն նույն թշնամիները ունենք, ինձ թվում է դուք էլ չեք ուզի, որ մեր ամբողջ երկիրը բերեն լցնեն մեզ համար ոչ հաճելի մարդկանցով, ովքեր շատ արագ բազմանան ու փոխեն մեր երկրի դեմոգրաֆիան ամբողջությամբ, քանի որ սա արդեն լուրջ քաղաքականություն է տարվելու, իսկ մեր այս թույլ ու նվաստացած իշխանությունը ոչ մի հնարավորություն չունի կանգնեցնելու իրենց, քանի որ 3 պատերազմ պարտվելուց հետո ահա որ վախեցած են եւ ինչ Ալիևը թելադրում է, իրենք պարտավոր են անեն։ Դրա համար մենք միասին կողք կողքի կանգնած դուք բացատրեք ձեր ժողովրդին էլ, որ կա վտանգ, դա ոչ թե նախընտրական խոսույթ է, դա դուք տեսնում եք ամեն օր ադրբեջանցիները հայտարարում են դրա մասին, հիմա հունիսի 16-ից 18-ն էլ Նախիջևանում անցկացնում են արդեն Արևմտյան Հայաստանի առաջին փառատոնը։ Հասկանում եք դա ինչի համար են անում, քանի որ իրենք ամեն ինչ անում են, որ Փաշինյանը նորից վերընտրվի, դրա համար արդեն փառատոն են անում ու մենք կասկածներ ունենք, որ այդ փառատոնի ժամանակ իրենք ստարտ են տալու նրանց մուտքը Հայաստան։ Դրա համար սրանք հայաթափեցին այս տարիների ընթացքում այդ սահմանամերձ տարածքները Սիսիանում, Վարդենիսում, որ շատ արագ ադրբեջանցիներով լցնեն։ Այդ 300,000 ադրբեջանցին, որ հայտարարում են, ես վստահ եմ
ավելի շատ են լինելու, հիմա նրանց աչքը մեր Սյունիքի վրա է, բայց եթե մենք կորցրեցինք Սյունիքը, հաշվեք մենք կորցնում ենք մեր որպես պետություն հետաքրքրությունը ամբողջ աշխարհում, էլ մենք ոչ մի կոսր չունենք, աշխարհին ոչնչով հետաքրքիր չենք լինելու։ Մենք միայն այդ Սյունիքի փոքր տարածքով այսօր աշխարհի գեոպոլիտիկ խոշոր գերտերություններին հետաքրքիր ենք, բոլորի աչքը Սյունիքի վրա է։ Դրա համար դուք էլ պետք է մասնակցեք մեր այս պայքարին, քանի որ մեզ բոլորիս ձեռք չի տալու, որ մենք հիմա սկսենք նորից տարածքներ կորցնել, տեսակ ինչքան հեշտությամբ կորցրեցինք Ղարաբաղը, հիմա ավելի հեշտ վտանգ կա կորցնել Սյունիքը։ Մենք հիմա շատ մոտ ենք, դուք չեք էլ պատկերացնում ինչքան մոտ ենք, տանենք բացարձակ հաղթանակ։ Դրա համար ես ցանկանայի, որ դուք լրիվ նոր եռանդով այս օրերին պայքարեք, Թելմանի նման ընկեր ունենք, ես չեմ պատկերացնում, որ մենք կարող է եզդի համայնքից ինչ-որ ձայներ կորցնենք։ Մուրազին էլ ինձ թվում է բոլորդ վստահում եք, մենք էլ ենք վստահում, դրա համար դուք վստահեք մեզ, ոչ մի վարքյան չկասկածեք, որ մենք ավելի մեծ բարեկամներ ենք լինելու որպես ազգեր, քանի որ ես հասկանում եմ, որ պատմական ինչքան մենք ենք տանջված, մի քանի անգամ ավելի շատ դուք եք տանջվել եք նույն թշնամիների կողմից, դրա համար մեր պայքարը հաշվեք հիմա այդ թշնամիների ու նրանց կամակատարների հետ է։ Տարբերություն չկա, հիմա մենք ադրբեջանցիների հետ ենք պայքարում, թե մեր այս իշխանությունների հետ, որովհետև նրանց բոլորի ցանկությունը մեկն է, հայաթափել կամաց Հայաստանը, լցնել ադրբեջանցիներով։ Դրա համար մի վարքյան իրենց ղժժոցին չհավատակ, քանի որ իրենք ասում են մի բան, բայց քայլերը լրիվ ուրիշ են լինում։ Մենք ձեզ հետ միասին կանգնեցնելու ենք այս process-ը, այս 7 օրը ճիշտ պայքարելով։ Ընդամենը 7 օր ինձ թվում է մեզ համար դժվար չի լինելու 24 ժամ պայքարել։ Մենք բոլորս դրան տրամադրված ենք, ես կցանկանայի, որ դուք էլ տրամադրվեք, քանի որ ուրիշ տարբերակ չկա։ Մենք բարոյական մարդիկ ենք, այդ դաշտում մենք իրեն ձևով չենք կարող պայքարել։ Շատ լկտի, շատ ցինիկ, ամեն ինչ կարող են ասել, բայց վերջում տանեն նորից մեր երկիրը գցեն անդունդի մեջ։ Դրա համար վստահ եղեք։ Մենք աշխատատեղեր ստեղծելու ենք ձեզ համար, որ դուք արժանապատիվ, նորմալ գումարներ վաստակեք։ Ամեն ինչ կանենք, որ գյուղատնտեսության մեջ ներգրաված մարդիկ մեծ գումարներ վաստակեն։ Դուք գիտեք, եթե ծանոթ եք մեր ծրագրերին, մենք փոքր բիզնեսը ամբողջությամբ ազատում ենք հարկերից եւ ամբողջությամբ ազատում ենք ստուգումներից, որ ձեզ ոչ մեկը չխանգարի։ Ինչ կան ուզում եք, գումար աշխատեք։ Հենց մեծացակ, մենք ձեզ կհիշեցնենք, որ դուք էլ արդեն պետք է հարկ վճարեք պետության համար, բայց մինչև դուք ձեր ընտանեկան բիզնեսները զարգացնում եք, մինչև չեք հասնում միջին բիզնեսի մակարդակից, ձեզ հետ ոչ ոք գործ չի ունենալու, դուք ոչ մեկի դեմքը չեք տեսնելու։ Այսինքն բոլոր հնարավորությունները տալիս ենք, որ աշխատանք սիրող, աշխատավոր մարդիկ սկսեն զարգանալ, մեծ գումարներ վաստակել ու չմտածել հույսներդ նույնիսկ չդնեք պետության վրա, դուք անձամբ ձեր գումարները կվաստակեք։ Ամենակարևորը դուք դրանում չկասկածեք։ Մեզ շատ են պետք գալու աշխատավոր մարդիկ, իսկ եզդի համայնքը ես գիտեմ, որ հիմնականում աշխատող ժողովուրդ են, բոլորն էլ ձգտում են աշխատանքի։
տարբեր հնարավորություններով, բայց բոլորն էլ աշխատել սիրում են։ Դրա համար դուք մեզ շատ եք պետք գալու, շատ եք օգնելու, մենք էլ ձեզ ենք շատ օգնելու։ Դրանում կարող եք մեկ վայրկյան չկասկածեք։ Հիմա կուզենայի Մուրազը մի քիչ ներկայացներ ընդհանուր վիճակը, հետո ուրախ կլինեի պատասխանեի ձեր հարցերին։ Հարգելի պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ ուզում հայտնել նախ եւ առաջ մեզ այսօր հյուրընկալելու համար, Եզդիական համայնքի մեր բարեկամներին, ընկերներին, լինելով Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության համայնքը, մենք ունենք նաեւ մեր ինքնության պահպանմանը վերաբերող կարևոր հարցեր, որոնք գործող իշխանության օրոք եւ նաեւ պետության քաղաքականությունը միտված չի եղել այդ խնդիրների լուծմանը։ Մեր ազգային մշակույթը, որը ինքնության պահպանման կարևոր բաղադրիչներից է, այսօր բավարար կերպով ուշադրության չի արժանանում։ Լեզվի պահպանության բնագավառում եւս մեծ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն ու կարիք կա եւ այստեղ իհարկե պետական քաղաքականության աջակցությունը մեծապես կարևոր է ու ես գտնում եմ եւ հավաստիացնում եմ, որ ուժեղ Հայաստանում այս խնդիրները հաստատապես ուշադրության կենտրոնում են գտնվելու։ Մինչև հարց ու պատասխանին անդրադառնալը, պարոն Կարապետյան, այստեղ մենք ունենք մի ակտիվ եզդի երիտասարդ, ով այս տարի ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջը ու նաեւ ձեր համար այսօր նվեր է պատրաստել Ռուստամ Աջոյան։ Հիմա ես կուզենայի մի երկու խոսք էլ ասի, իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն է եւ ամենահզոր տղեկից մեկն է, դրա համար ես կուզենայի ինքն էլ մի երկու խոսք ասեր։ Կարայի մի բան ասեի, որ ուժեղ Հայաստանը կարա լինի, ես կարամ բաց ասեմ, իմ ընկերոջ ձևով։ Ինչի համար եմ ուզում ասեմ, ինքը իրոք կյանք տեսած մարդ է, ուժեղ մարդ է, իրան լավ եմ ճանաչում, ասենք բիզնես պրոցեսների մասին ինքը լավ գիտի, ու ես համոզված եմ, որ Հայաստանը կարա ուժեղ լինի իր թիմով ու մենք էլ իր կողքն ենք լինելու մշտական։ Իրոք, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մենք հասկանանք եզդի համայնքի բոլոր խնդիրները, քանի որ շատ մեծ չի եզդի համայնքը, դրա համար ձեր հարցերը լուծելը իրոք շատ հեշտ է լինելու եւ դա լինելու է մեր հպարտությունը, որովհետեւ դուք գիտեք, Հայաստանը շատ մոնո երկիր է, այսինքն Հայաստանում ապրում են միայն հայեր, բայց տեսնում եք, այսքան տարիներ ընթացքում մենք կողք կողքի միակ ազգությունն եք եղել, որ մենք նույնիսկ հաճույքով իրար հետ ապրել ենք ու ոչ մի տարբերություն չենք դրել, քանի որ մենք շատ ենք պատմականորեն իրար նման, կարողացել ենք միասին համերաշխ ապրել եւ ավելի լավ ենք ապրելու։ Դրա համար դուք դրանում վստահ եղեք։ Մենք ունենք ընդամենը մեկ չարիք, այս չարիքի իշխանությունը, որ հիմա փորձում է թրքացնել նորից Հայաստանը, հրաժարվեց Արցախից, հիմա էլ սկսում է Հայաստանը թրքացնել, դա մեզ համար կլինի բոլորիս համար շատ վտանգավոր։ Անունները դնում են խաղաղություն, բայց մեր տարածքներն են հանձնում, վերում են լցնում են ադրբեջանցիներով, որ մենք չկարողանանք հետագայում ոչ եզդիներն են կարողանալու իրենց ինքնությունը պաշտպանել, ոչ մենք են կարողանալու հիմա կոնկրետ դուք գիտեք իմ պայքարը մեր հայկական ինքնությունների համար է, մեր եկեղեցու համար է։ Ես դրանով մտա այդ պայքարի մեջ, քանի որ տեսա, որ եթե չպայքարենք, շատ արագ մենք ամեն ինչ կորցնելու ենք։ Բայց ինչի համար հասցնենք դրան, մենք հիմա կարող ենք սրանց ստոպ ասել մի քանի օրից ու պրծնենք այս դարդից,
Չգնանք նորից էլ ընկնենք թուրքերի, ադրբեջանցիների հետ պայքարենք, որ մենք իրավունք ունենք նայենք Արարատ լեռանը, թե իրավունք ունենք գնանք Էջմիածին աղոթենք։ Հասկանում եք, շատ վտանգավոր էտապի մեջ ենք, բայց շատ լավ հնարավորություն ունենք այս ամեն ինչը կանգնեցնենք։ Ու վստահ եղեք, մենք կանգնեցնելու ենք, չկա տարբերակ չկանգնեցնելու։ Հիմա ուրախ կլինեի պատասխանել ձեր հարցերին։ Բարձր լեռնային գոտիներում շատ բարձր գներ են արոտավայրերի համար մարդկանց տուպիկի առաջ կանգնացնում։ Երկրորդ խնդիրը, որ առաջ կհիշենք կոմունիստների վաղտով բուրդը հանձնում են պետությանը, իսկ հիմա մարդիկ վառում են։ Երրորդը կաշին, որը նորից կարանք օգտագործենք, մարդիկ նորից դեր են շպրտում։ Ուշադիր նայեք ու հետևեք մեր ծրագրերին։ Մենք ասում ենք, մենք ստեղծում ենք միանգամից, ոչ թե ինչ որ հեռու ծրագրեր են, նույնիսկ մենք այնպես ենք անում, որ պետական բյուջեն չի մասնակցելու դրան։ Շատ քիչ չափով, այսինքն հողա տրամադրելու, կոմունիկացիաներն են տրամադրելու, պետությունը դրա վրա փող չի ծախսելու։ Ամբողջ գումարը ներդնելու են մեր ընկերները, մեր միջազգային նորից ընկերները, հիմնադրամները, մենք իրենց միջոցով շատ արագ։ Դուք ինչ եք անում, դուք նախորդ կնքում եք պայմանագիր այդ կայանի հետ, ձեր ձեռնտու գներով, դուք պետք է հաշվեք, չսխալվեք, որ այսքան միս եմ պատրաստ հանձնեմ, այսքան բուրդ եմ պատրաստ հանձնեմ, այսքան կաշի եմ պատրաստ հանձնեմ, ձեր կողքին այդ մտերման կայաներում լինելու է արտադրություն։ Իրենք ոչ թե վերցնելու են, տանեն, վերավաճառեն, միսը գնալու է արտադրության մեջ, կաշին գնալու է իր արտադրության մեջ, ձեր խնդիրը միայն լինելու է գիշեր ցերեկ զբաղվեք ձեր գործով։ Վաչերնի պետության աջակցությունը, եթե 0%-ով անասնապահության ոլորտը ժողովրդին աջակցեին, դուք 0%-ի մենք նենց ենք անելու, դրա կարիքն էլ չեք ունենալու, առանց 0%-ով ձեզ պետք է դիզ վառելիք, այդ մտերման կայանը տրամադրում է վառելիք, հող մշակողին պարարտանյութ է պետք, տրամադրելու է պարարտանյութ։ Այդ տարբերակն էլ է լինելու 0%-ով վարկ, բայց մենք ավելի հեշտացնում ենք ձեր գործը, որտեղ վարկը էլի գնալու եք վերցնեք բանկերից ու սկսելու եք բանկերի հետ ամեն օր քաշքշեք իրար։ Դրա համար դուք գործ եք ունենալու ձեր, ասենք, հոկտեմբերյանը ունենալու է միգուցե մի քանի մտեր, մենք կհաշվենք։ Մի հատ է պետք, 5 հատ է պետք, գյուղերին մոտիկ, որ չտանեն կիլոմետրերով, կարող է այնպես լինել, որ այդ տրանսպորտի ծախսը ավելի շատ լինի, քան այդ կաշվի ծախսը։ Դրա համար մենք կայաները մոտեցնելու են, կենտրոնացնելու են գյուղերի մոտ։ ու ահագին աշխատատեղերի հարց կլուծվի, չէ՞։ Դե դրանով ենք մենք լուծելու, բա հայտարարել ենք 300,000 աշխատատեղ։ Դա միայն հնարավոր է շատ արագ զարգացնել գյուղատնտեսությունը։ Հիմա Արարատյան դաշտավայրում դուք նայեք, նույնիսկ ամենաբերկատու հոկտեմբերյանի շրջանում 10-ից 15% հողերն են մշակվում։ Բայց դա աշխարհի ամենահետաքրքիր, ամենամրգատու, ամենահամեղ մրգերով հողերն են, ամենալավ կլիմայական պայմաններով։ Բայց այնպես են արել, որ գյուղացին նույնիսկ չի էլ ուզում մտածի այդ հողերի մասին, որովհետև գնում են, փորձում են, գնում են վարկեր են վերցնում, հետո մնում են այդ վարկերի տակ, մեր բանկերին էլ Աստված տվել չի խնայել, միանգամից բարձում են գյուղացիների վրա ավելի մեծ տոկոսադրույքներ, մի քանի անգամ ավելի մեծ, համ այդ բիզնեսներն են կործանում, համ մարդկանց են կործանում, համ էլ այդ իրենց գումարները հետ չեն ստանում։ Այնպես չի, որ դու կարող ես հաշվել 50%, բայց մարդիկ, որ չվաճառեցին, ինչ։ Հիմա Հայաստանում մոտարապես 280,000 ընտանիք այդպիսի պրոբլեմների մեջ են։ Դուք պատկերացնում եք մոտարապես 20%-ը բնակչության։ Ու եթե ընտանիքով հաշվենք, դա նույնիսկ 3 մարդ ընտանիքում, մոտ 20%-ը բնակչությամբ էլ չի կարող գնա ոչ մի տեղից վարկ վերցնի, ոչ մի տեղից ոչ մի հնարավորություն չունի, այսինքն այդ մարդիկ օդի մեջ կախվել են։ Ու իրենց օգնող էլ չկա, գոնե մի անգամ
այդ հարցը լուծվի, զրոյացվի, որ մարդիկ նորից ռեստարտ լինեն, գնան նորից հող մշակեն, անասուններ գնեն, իրենք պարալիզացրել են ամեն ինչ։ Մեզ համար շատ կարևոր է լինելու, որ ամեն ընտանիք ունենա իր բիզնեսը։ Փոքր բիզնեսով պահեք ձեր ընտանիքները։ Դուք պատկերացրեք ինչ կան, հեշտ ու լավ է լինելու, դուք էլ ոչ մի ստուգում չեք անցնում։ Միայն սանիտարական ստուգումներն եք անցնելու, մնացած ոչ մեկը իրավունք չունի մոտենա գյուղացուն։ Դուք ձեր բիզնեսը հենց սկզբից հաշվեք, այդ հողի գինը դուք թելադրեք, միայն գործով զբաղվեք։ Մեզ պետք են աշխատատեղեր մարդկանց զբաղեցնենք, մենք ծրագիր ենք ներկայացնում, ասում ենք մենք 300,000 աշխատատեղ ենք ստեղծում, մենք $1 միլիարդ տուրիզմի մեջ ենք դնելու, հարկերից ենք ազատում, 5 երեխա ունեցողին միանգամից բնակարան ենք տալիս, 4 երեխա ունեցողին $5,000 միանգամից տալիս ենք, իրենք ինչ են ասում, օրինակ գոնե վարչապետ 8 տարի աշխատած վարչապետը նախընտրական ծրագրի մեջ գոնե մի հատ թեզ ունի, չի կարա, որտեղ էլ որ գրեն, մարդ չի հավատա, դրա համար չեն էլ գրել։ Սարերը նվիրում են, իսկ անասնապահների վրա հեկտարից մոտ 30,000 փող են գանձում, էդ են անում։ Իրենք մենակ քերել գիտեն, մենակ հոմ անասնապահներին չէ, ամբողջ բիզնեսը ոչնչացրել են, բոլորի վրա քրեական գործերը հարուցել են, բոլորի ընտանիքների վրա հարուցել են, եթե բիզնեսմենի ուղեղը հանգիստ չի, ինքը կմտածի մի հատ ներդրում անի, բայց բոլորի ընտանիքները առավոտը քննիչների մոտ են, երեկոյան դատարաներում են ամբողջ, ծեր ծնողները, երեխաները, այնպես չի, որ մենակ բիզնեսմենին են քարշ տալիս, դրա համար զրո ներդրում, 24-25 թվականին ամբողջ արտաքին ներդրումը պետության մեջ $130 միլիոն ա եղել, այսինքն ինչ պետություն կարող է զարգանա, միլիարդներով չի զարգանա, իջել են հասել են $130 միլիոն ներդրումները, այսինքն լրիվ պարալիզացված երկիր ունենք հիմա, յոլա գնալու երկիր ենք դառել, մարզերը սրանք համ հայաթափում են, համ աղքատացնում են, զուգահեռ, դուք պատկերացնում եք, որ օրինակ Տաուշի մարզին այդ գեղեցիկ բնության մեջ, այդ կլիմայական Դիլիջան, Իջևան, բոլորս դրանով հպարտանում ենք նոյեմբերյան, 40% աղքատություն, հասկանում եք ինչ է դա, որ այդ մարդիկ հաց առնելու խնդիր ունեն, իրենց երեխաները կարող են սոված քնեն, դրա համար մենք հայտարարում ենք նորից ոչ պետական միջոցներով ամենաշատը 5-6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատություն պետք է գոյություն չունենա։ Դա մեր պատվի հարցն է, որ մարդու երեխան սոված պետք է քնի։ Էլ մենք ինչի մասին ենք խոսում։ Դրա համար դուք դրանում վստահ եղեք, ինչ ասել ենք մեր ծրագրերում 100%-ով մենք իրագործելու ենք, դուք մեկ վարքյան չկասկածեք, մենք դրա հնարավորությունները ունենք։ Գիտեն ձեր խոսքը գործ է։ Դրա համար մեր խոսքը գործ է լինելու, հիմա մենք ծառայելու ենք մեր պետությանն ու մեր ժողովրդին։ Մենք մեր համար ամեն ինչ արել ենք, հիմա պետք է մեր ժողովրդի համար անենք։ Պարոն Կարապետյան, նորից հետաքրքիր էր հետագայում կրթական ոլորտում կոնկրետ բուհերի հետ կապված ինչ-որ պետական աջակցություն լինելու է։ Դե մենք հայտարարել ենք, ով ուզում է սովորի, ամբողջությամբ պետությունը հոգս է տանելու և բոլորը սովորելու են անվճար։ Մեզ պետք են կրթված երիտասարդներ, տաղանդավոր երիտասարդներ, մենք ուրիշ ձև չունենք։ Ձեզ ցանկանում ենք քաջ առողջություն, երկար տարիների կյանք եւ մենք ձեր հետ միասին կկառուցենք ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն։ Վստահ եղեք։ Շատ մոտ ենք դրան։ Ես համոզված եմ դրանում։ Շնորհակալություն։ Այսօր արվեստը երևի 5-րդ կամ 10-րդ պլանումը, քանի դեռ մեր ժողովուրդը այսօր դժվար
ապրուստի մեջ է, իրանք ավելի շատ մտածում ենք ստամոքսով։ Դրա համար ես կխնդրեի, որ այդ ուղղությամբ, որ ասում եք, որ դա պետք է բիզնեսը չհարգվի, փոքր բիզնեսը եւ այլը, միանշանակ դա ճիշտ է։ Ես կցանկանայի, որ մի անգամ ևս հաստատեք, որ այդ խնդիրը ես անձամբ որպես պապու չունենամ իմ թորնիկի համար։ Դուք Շնորհակալություն։ ոչ թե այս թորնիկի մասին մտածեք, եթե դրսում թորնիկ ունեք, արդեն մտածեք հետ բերելու մասին։ Տաստված։ Լինելու է աշխարհի ամենաապահով ու հետաքրքիր երկիրը 300,000 աշխատատեղ ենք մենք հայտարարել, որ դուք պատկերացնեք դա ինչ է, դա իրոք շատ ծանր գործ է։ Ես հանգիստ կարող եի հայտարարել 100,000 ու էլի բոլորին զարմացնեինք, քանի որ 10,000 աշխատատեղ ստեղծող Հայաստանում չկա։ Չկա այս քաղաքական ուժերից հիմա որ ասենք, չկա մի ուժ, որ գոնե կարողանա 10,000 աշխատատեղ ստեղծի։ Բայց մենք դրեցինք շատ բարձր նշաձող, հասկանալով այդ դժվարությունը, բայց դրեցինք, որ գնանք դրան։ Մենք ունենք 5-ից 600,000 չաշխատող մարդիկ, առավել ևս կանայք, ովքեր գյուղերում, դուք գիտեք, 35 տարեկանից հետո, 30-ից հետո, դառնում են տնային տնտեսուհիներ, ոչ աշխատանք ունեն, ոչ աշխատանքի հույս ունեն։ Դա է գլխավոր խնդիրը, աշխատատեղ։ Եթե մարդը չունի աշխատատեղ, չունի աշխատավարձ, ամեն ինչով զբաղվում է, իսկ եթե գիտի, որ վաղ առավոտ պետք է գնա գործի, հաճելի գործի, այն գործը, որ ինքը ուզում է անի ու դրա դիմաց լավ վարձատրվում է, ոչ մեկն էլ չի թողում, մենք հակառակն ենք անելու, ապահովելու ենք հայրենադարձությունը, մեզ պետք են մեր ժողովուրդը, 7 միլիոն հայ, դուք գիտեք, ապրում են դրսում, իրենք մեզ շատ են պետք, դրա համար մենք ստեղծելու ենք աշխատատեղեր, որ այդ մարդիկ գան, հնարավորություն ունենան, միանգամից անցնեն գործի ու ապրեն, հիմա ինչ էլ անենք, ագիտացիայով կարող ենք խապել մի 10,000 մարդ բերել, բայց գան ինչ անեն, եթե ներսում 600,000 մարդ աշխատանք չունի։ Այսինքն, որ դուք պատկերացնեք, այն ով աշխատանքի հնարավորություն ունի, կեսը աշխատանք չունի։ Իրենք մենակ Երևանին են նայում, չեն հասկանում շրջաներում բացարձակ աշխատանք չկա։ Դա մենք մեր շրջանում այդ հարցը ամբողջությամբ լուծել ենք, չաշխատող մարդ Տաշիրի շրջանում չկա, թե կին, թե տղամարդ։ Եվ ընդամենը 2-3 գործարան են կառուցել, այդ հարցը լրիվ լուծվել է։ Այսինքն ինչի համար մենք չենք կարող ամբողջ պետությունով դա անել։ Նույն մշակույթը, տաղանդավոր երիտասարդներ կան, պետք է խրախուսենք, պետությունը պետք է կանգնի, սրանք ինքնությունը վերացնելու համար առաջինը վերացրեցին մշակույթը մեր, էլիտային վերացրեցին, իրենց պետք են աղքատ մարդկան շատ հեշտ է կառավարել։ Պարոն վարչապետ, կներեք, կա ազգային մենտալիտետ, մեր ազգը հնարավոր չի Եվրոպայում, կարող է բարեկեցիկ ապրի, բայց բարոյապես չէ։ Հիմա ես իմ տարիքից ելնելով եմ ասում, որտև ազգապաշտպան գործունեություն առավել ևս եզդիների համար դա Հայաստանն է։ Ես միշտ ասել եմ, որ եթե աշխարհում մի եզդի մնա, կմնա Հայաստանում։ Դուք շատ ճիշտ եք ասում, գլխավորը պահպանել ինքնությունը։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք պաշտպանեք ձեր ինքնությունը, մենք պաշտպանենք մեր ինքնությունը։ Օրինակ ես ճիշտն եմ ասում, եթե մարդը չասի ինքը եզդի է, ես օրինակ Թելման հետ ընկերություն ենք արել, ճիշտը որ ասեմ, ես չեմ իմացել ինքը եզդի է։ Մենք չենք էլ զգում տարբերությունը։ Մենք ոնց որ նույն մարդիկ լինենք։ Դրա համար մենք արդեն այնքան ենք ինտեգրվել, իրար հետ ապրում ենք, ձեր ինչին է պետք մտածեք Եվրոպաների մասին։ Ընդեղից են հետ գալու, մի կասկածեք։ Տաստված։ Մենք մի հատ պրոբլեմ ենք ունեցել, չենք ունեցել նորմալ մարդկանց մասին մտածող իշխանություն։
Իշխանություն պահելու երկու ձև կա։ Կամ դու գործ ես անում, մարդկանց լավ բան ես անում, մարդիկ քեզ սիրում են, ընտրում են։ Կամ էլ դու ոչ մի բան չես անում, վախերի մեջ ես պահում մարդկանց, ստիպում ես քեզ ընտրել։ Մեր մոտ հիմա այդ process-ն է, մարդը ոչ մի բան չի արել 8 տարի, վախի մթնոլորտ է մտցրել մարդկանց մեջ ու հիմա ղժղժալով ստիպում է, որ նորից իրան ընտրեն։ Այսինքն ինքը հնարավորություն ուներ լավ բան աներ մարդկանց, մեր կարիքն էլ չէր լինի, ես դրա կարիքն էլ չունեմ, ազնվությամբ ես սրա կարիքը չունեմ, բայց ես չեմ ուզում 10 տարի հետո ինքս ինձ չհարգեմ, որ ես սա կարայի անեի, չարեցի, այսինքն ինչ կյանքում ինձ պետք է եղել, ես ամեն ինչի հասել եմ, Թելմանն էլ գիտի, բոլոր մարդիկ, ով մի քիչ ծանոթ են, գիտեն, ինձ խնդիր չունեմ, իշխանության կարիք էլ չունեմ, ինձ պետք է հիմա ստանամ հնարավորություն, որ մեր երկիրը զարգացնենք, դնենք ճիշտ ռելսի վրա, եթե ես տեսա, որ օրը տեսա կամ մարդ, որ կշարունակի այս գործը, նորմալ, ինձանից ավելի լավ, հավատացեք, մի օր ես չեմ էլ մտածելու ես ատորի մասին, բայց ես վստահ եմ, որ չկա այն մարդը, գոյություն չունի, իրոք չկա, որ կարողանա գոնե 30% իմ ուզածների ու իմ ասածների անի, դրա համար ստիպված, են որ ասեցի, մեր ձևով ենք անելու, հիմա մեր ձևով փորձելու ենք այս սաղ անենք։